1 տարեկան թոռան և 5 տարեկան թոռնուհու ճերմակ դագաղները եկեղեցուց դուրս բերելու պահին մորական տատը ուշաթափվում է։ Ահա սարսուռ ավտովթարի զոհերին վերջին հրաժեշտն է տալիս ջրառատը։ Խչեյանների ընտանիքի 31-ամյա հորը Էլամիրին, որդու, դստեր և 60-ամյա մոր հետ այսօր միասին են հուղարկավորել գյուղի գերեզմանատանը։ 5-ամյա աղջնակի վարդագույն պայուսակը նրա սիրած քաղցրեղենով լի գերեզման են տարել հարազատները, դագաղի հետ փոսում դրել։ Ավտովթարի 5-րդ զոհը երեխաների 20-ամյա մորեղբայրն է։ Նոր զորացրված երիտասարդին երկուշաբթի են հողին հանձնելու։ Ջրառատում կանանց ու տղամարդկանց ողբաձայն լացն է միայն խախտում ծանր լռությունը։ Այսօր հուղարկավորված փոքրիկների մայրն ու 2 որդիները դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Վթարից տուժած 3-րդ երեխան 8-ամյա աղջնակը արդեն գիտակցության է եկել խոսել բժիշկների հետ։ Նրան տեղափոխել են հիվանդասենյակ, աղջնակը շատ կոտրվածքներ ունի։ Ուրբաթ Շիրակի մարզում է եղել 6 մարդու կյանք խլած ավտովթարը։ Արմավիր Գյումրի ավտոճանապարհին բախվել են Օփելն ու BMW-ն։ Օփելում եղած 9 մարդուց 5-ը մահացել են, 6-րդ զոհը BMW-ի ուղևորն է։ BMW-ի վարորդը շաբաթ գիտակցության է եկել, նրան Երևան են տեղափոխել։ Շիրակում քննարկվում է մի վարկած, որ BMW-ի վարորդը փորձել է վազանց անել և հարվածել է հանդիպակաց երթևեկող Օփելին։ Հանրապետությունը ցնցած ավտովթարի գործով ըստ քննչական կոմիտեի 1 մարդու ձերբակալելու որոշում կա։ Ենթադրաբար խոսքը BMW-ի վարորդի մասին է։ Լանա Համբարձումյան, Ալեքսանդր Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր,